Նոյեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել հոկտեմբերի 18-ից սպանության մեղադրանքով հետախուզվող նախկինում դատապարտված Վարդենիս քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին հրազենային վնասվածքով Վարդենիսի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել 33-ամյա Արմեն Մանուկյանը եւ բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նույն օրը բացահայտել էին սպանությունը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների, նաև բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն էր ներկայացել Սասուն Կարապետյանը, հետը բերելով նաև հանցագործության գործիքը՝ ապօրինի պահվող ԱԿՍ տիպի ինքնաձիգը։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, բացահայտվել է խարդախության 7, ապօրինի ծառահատման 1, գողության եւ յուրացման 4-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, ավազակային հարձակման, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է Ալավերդի քաղաքի բնակիչ 1982 թվականին ծնված Անետա Ավետիքի Սարհատյանը, որը նոյեմբերի 1-ին դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկից եւ այլևս չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Անետա Սարհատյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մալայթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 39 97 74 094 41 01 32 հեռախոսահամարներով։ Նոյեմբերի 15-ին ժամը 21:20-ին Արթիկ բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց, որ ծակած կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի 22-ամյա մի բնակիչ։ Օպերատիվ խումբը շտաբ հիվանդանոց մեկնեց։ Ոստիկանները տուժողի հետ խոսել, սակայն չկարողացան։ Ի վիճակի չէր բացատրություն տալու։ Տեղում հաջողվեց պարզել միայն, որ երիտասարդը հիվանդանոցում է հայտնվել վիճաբանություն ծեծկրտուքի հետևանքով։ Շուտով ճշտվեց նաև, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Արթիկի երկաթգծի կայարանի տարածքում։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժնի քրեական հետախույզները մի քանի ժամում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև տուժողի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, այդ թվում եւ դանակահարողինը։ Վիճաբանությունը ծագել էր Շիրակի մարզի Փանիկ գյուղում, փանիկցի Դավիթ Ասլանյանի եւ արտիկցիներ Մհեր Պարավյանի, Հովանես Աղաբաբյանի ու Վարազդատ Խաչատրյանի միջև։ Վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր արդեն Արթիկ քաղաքում։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել երկաթգծի կայարանի տարածքում, որտեղ նրանց էր միացել նաև տուժողը։ Այստեղ եւս չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Ավելին, վիճաբանությունն առավել սուր ընթացք էր ստացել եւ ավարտվել նրանով, որ Դավիթ Ասլանյանը դանակով հարվածել էր Սամվել Պարավյանի որովայնին ու պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դավիթ Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննությունը շարունակվում է։